Ողջույն, իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, օրս սկսում եմ մեկ բաժակ սուրճով, որից հետո նախաճաշ ենք էստեղ պատրաստում ես ու Անգելինան թեթև այսպես փոքրիկ բրդուճիկներ է պատրաստում, ուտելու ենք, որից հետո անցնելու ենք շատ կարևոր գործի։ Ուրեմն, հիմա ասեմ ինչ է հարկավոր։ Հարկավոր է լավաշ, վարունգ, կանաչ պղպեղ, կանաչի, պանիր, կարտոֆիլը տապակած, նրբերշիկը նախապես խաշել էինք, այդպես փաթաթում ենք, որից հետո դնում եմ թավայի մեջ, մի փոքր բուսայուղով այդպես տապակում եմ ու ստացվում է այսպիսի գեղեցիկ համեղ բրդուճիկներ, ասեմ, որ կարող եք կետչուպ կամ տոմատ ավելացնել։ Այս գեղեցիկ խաղողներին էլ նայելուց ուտելս չի գալիս, բայց գույնը տեսեք ինչ գեղեցիկ է, կադրը լավ չի փոխանցում։ Լավ, անցանք առաջ։ Սիրելի հետևորդներ, այստեղ պատրաստվում եմ թթու դնել բազուկի ճավով, հա, տերևով, չգիտեմ, որ շրջանայում ինչպես են ասում, բազուկի տերևով թթու ենք դնում, այստեղ ավելացրել եմ տարայի մեջ սամիտ, չոր, որպեսզի անուշ հոտ ու համ տա, դափնու տերև, սխտոր, կանաչ պղպեղ, հատիկավոր սև պղպեղ եւ այսպես մի փոքր էլ կանաչի եմ ավելացնելու, այդպես մի քանի օր հետո արդեն պատրաստ կլինի, կհամտեսենք։ Վերջ, սիրելի հետևորդներ, այսպես գեղեցիկ դասավորեցի, մնում է ջուրը եւ աղն էլ խոշոր աղերից եմ լցնելու, այդպես մնա, մի քանի օր հետո արդեն կուտենք։ Ինչ գեղեցիկ սիրուն։ Քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, այսօր շաբաթ օր է, կեսօրին Արտուշը իջել է բակ հեծանիվ վարելու, սիրում է շատ հեծանիվ քշել, Արամի հետ, ինչպես տեսնում եք կադրի մեջ երևում է, այդպես պարապմունքների չի այսօր շաբաթ օր է, դասապատրաստումների չի, ազատ օրն է, իր հանգստյան օրն է, վայելում է, ինքն էլ այդպես է վայելում իր հանգիստը։ Հեծանիվը նախորդ վլոգներից կհիշեք, որ նվիրել էինք իր ծննդյան օրը, ուներ հեծանիվ, բայց արդեն փոքր էր, քշել հնարավոր չէր լինում, այդպես որոշեցինք ծննդյան օրը նվեր անել եւ այս մեծ համարի հեծանիվը գնել, չնայած որ իր տարիքի երեխաները այս հեծանիվից ավելի փոքր, ասենք 24 համարի, 22 համարի հեծանիվներ են քշում, սա փոքր մեծ է, սկզբից չէր կարողանում, իսկ հիմա տեսեք ինչպես է քշում։ Մինչ Արտուշը դրսում հեծանիվ է քշում, ես եկա տուն եւ սպանախի ապուր եմ պատրաստելու, նախապես լվացել եմ, կարտոֆիլը եռում է, պատրաստ է, հիմա մանր կտրատում եմ սպանախը եւ լցնում եմ ջրի մեջ, մինչ կեփի, ես ավելացնում եմ այստեղ խառը կանաչիները, նախապես սոխառածը պատրաստել եմ եւ վերջում վրան ավելացնելու եմ 1 հատ ձու։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի, համի մասին էլ չասեմ, օգտակար, առողջարար, ես սպանախը նաեւ տապակած եմ շատ սիրում, բայց այսպես էլ է համեղ։ Այստեղ նոր ծորակներ են գնել, պետքա սա փոխենք, որովհետեւ լավը չի, նախ գնայինով հարմար չի, երկրորդն էլ ինքը անորակ է եւ սա պետք է փոխենք։ Հետևորդներ, սա էլ նոր ծորակն է եւ այստեղ այսպիսի տարբեր տեսակի եւ հնարավորության։ Սիրելի հետևորդներ, այսօր էլ կանաչ լոլիկ եմ փակել ու վերջացրեցի, հիմա շորով փակում եմ մի լավ, մնում է, վաղը նոր կտեղավորեմ, այսպես ծածկում ենք, որ իր տաքությունով էլ մնա, այսպես, այսքան բան։ Սիրելիներս, օրը վերջանում է արդեն, Արտուշը տեսնում եք զբաղվում է, հեռախոսից կտրվելու լավ միջոց տարբերակ է, իր համար զբաղվում է։ Նախընտրում եմ այսպիսի բաներով զբաղվի, քան հեռախոսի մեջ մտնի կամ հեռախոսով խաղեր խաղա։ Այստեղ էլ ցույց է տալիս, թե նկարից ինչքան է հավաքել, հիացած դեմքով նայում է, որ նկարեմ։ Դե ինչ իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, այսօր ձեզ համար այսքանն էի պատրաստել, հուսամ ձեզ դուր եկավ,
ճիշտ է, կարճ վլոգներ է, բայց դե ամեն դեպքում ձեզ առանց վլոգի չենք թողնում։ Շնորհակալ եմ լավ մեկնաբանությունների, բաժանորդագրությունների համար։ Սիրում եմ ձեզ անչափ, եղեք առողջ եւ երջանիկ։